Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ըստ էության համաձայնվել է Ուկրաինայի հետ 30 օր զինադադար հաստատելու առաջարկին։ Նա սակայն առաջնահերթ պայման է համարել, որ ռազմական գործողությունների դադարեցումը հանգեցնի երկարաժամկետ խաղաղության։ Մենք համաձայն ենք ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, բայց մեզ համար ելակետն այն է, որ ռազմական գործողությունների դադարեցման արդյունքում հաստատվի երկարաժամկետ խաղաղություն եւ վերացվեն այս ճգնաժամի սկզբնապատճառները, ասել է Ռուսաստանի նախագահը։ Հիշեցնենք, որ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների արդյունքով հայտարարվել էր, որ Ուկրաինան ընդունում է ԱՄՆ-ի առաջարկը 30 օր հրադադարի մասին։ Համատեղ հայտարարություններում նշվում էր, Ուկրաինան պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի առաջարկը 30-օրյա հրադադարի հաստատման մասին։ Հրադադարը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ, Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունվելու եւ իրականացվելու պայմաններով։ Ամերիկյան կողմը Ռուսաստանին էր փոխանցել այս բանակցությունների արդյունքները։ Հասմիկ Անտոնյան, Գևորգ Մարտիրոսյան, Եվրոմեդիա 24։